Եվ այսպես ուշադրություն, հրատապ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանին ինչի ձերբակալեցին հիմա եւ ովքեր են այսպես ասած ցուցմունք տվողները, ցուցմունք տվողներից իհարկե խոսքը գնում է այս պայդրությամբ Հայաստանում ովքեր են նրա դեմ ցուցմունք տվել Տիգրան Արձաքանցյանի մասին մենք հիշում ենք, որ նախ սկզբում նրանց հարաբերությունները լարված էր, Վարդան Ղուկասյանը անընդհատ հայոյում էր Արձաքանցյանին, իր ընտանիքին, մեկ անգամ զանգահարել էր Արձաքանցյանի մայրն էր հեռախոսը վերցրել, Արձաքանցյանը մամուլի ասուլիս է հրավիրում եւ ասում է, որ Վարդան Ղուկասյանը իրեն ուղարկել է ձայնային հաղորդագրություն, հետո նամակ եւ պահանջել է գումար չհայհոյելու համար, այսինքն տուր ինձ փող, որ քեզ մոռանամ կամ տամ դիվանագիտական անձնագիր, ինչպես սիրում էր ասել Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը պնդում է, որ դա կեղծ է, սարքած է եւ ինքը որևէ մեկից գումար չի ուզել, եթե ինքը գումար ուզեր, ապա Արձաքանցյանից հաստատ չէր ուզի եւ այնտեղ կան ավելի մեծահարուստներ, որոնք նույնիսկ պատրաստ էին Ղուկասյանին տրամադրել փող Գագիկ Ծառուկյանից կվարձիրա էր ուզում, իր խոսքերով ենք ասում, բայց Ծառուկյանը չտվեց այդ կվարձիրան, նրանց միջև հարաբերությունը եւս լարված էր։ Ծառուկյանին շատ էր անդրադարձ կատարում Ղուկասյանը, այսինքն հայոյանքներ, որոնք եղել են եւ մարդիկ կան, ովքեր որ ասում են, որ ասելա փող տուր, որ չհայոյեմ։ Հիմա դրանք ճիշտ են, թե դրանք սուտ են, միայն կարող է ասել դատարանը քննությունից հետո քննությունը կընթանա, բոլոր ապացույցները կներկայացվեն, փաստաբանները կաշխատեն եւ գործը կընթանա։ Հայաստանի Հանրապետության դատարաններում մինչև այսօր քննվում է մարտի 1-ի գործը, Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը անդադ ներկայանում են դատական նիստին։ Մենք արդեն տեսնում ենք, որ այդ դատական նիստերը հետաքրքիր չեն ժողովրդին։ Մարդիկ էլ թքած ունեն, թե ինչ պետքա տեղի ունենա, որովհետև Սերժ Սարգսյանը եւս ներկայանում էր դատարան, Սերժ Սարգսյանը արդարացվեց, Վովա Գասպարյանը ներկայանում էր դատարան, Վովա Գասպարյանը եւս այսօր ազատության մեջ է գտնվում, նախկիններից, բարձրաստիճաններից մեկը չնստեց։ Նիկոլ Փաշինյանը երեք նման հարցի պատասխանեց, ասաց, որ Քոչարյանն ասում է, որ մենք իրան դատում ենք, ժողովուրդն ասում է, որ մենք իրան չենք դատում։ Այսինքն ժողովուրդը ուզում է, որ մենք Քոչարյանին դատենք, Քոչարյանը ասում է, որ ինձ դատում են, բայց իրականում ժողովուրդը չի տեսնում, որ Քոչարյանին դատում են։ Հիմա ինչ անի Փաշինյանը։ Փաշինյանը մեղադրանքներ է ուղղում, բայց այդ մեղադրանքները պետքա ուղղվեն դատական համակարգի վրա, որ դատական համակարգը 7 տարի իրավունք ուղղակի չունի դատական համակարգը նման գործելավոճ, ինչը նշանակում 7 տարի դու դատական քննություն իրականացնես ու արդյունքի չհասնես։ 1 տարի լինի, առավելագույնը 2 տարի կարա դատական process-ը ընթանա, բայց 7 տարի ոնց կարա դատ ընթանա եւ որևէ արդյունքի չհասնես ու դա էդի շարունակվի, այդպես կարող է 20 տարի շարունակվել եւ ասեն դե 20 տարի Ռոբերտ Քոչարյանը եղել է խափանման միջոցի տակ, այսինքն ստորագրություն ա տվել, որ երկիրը չի լքի, փաստացի կար Ռոբերտ Քոչարյանի վրա ինչ-որ խափանման միջոց եւ նա կրել է իր պատիժը ներգրավվածություն ունենալով այս դատական process-ներին եւ նա դատապարտվում է ազատազրկման, բայց արդեն կրել է այդ ազատազրկումը։ Շատ դեպքեր մենք տեսանք նմանատիպ, որ ազատ արձակվեցին մարդիկ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատը թողնենք մի կողմ, խոսքը Վարդան Ղուկասյանի մասին էր։ Վարդան Ղուկասյանը հայոյել է, այո, այդ ով չգիտի։ Ամերիկայի դատարանը բացի իր ելույթները, թարգմանել տա դրանք, անգլերեն թարգմանվի, բոլորն էլ կտեսնեն, որ հայոյում է։ Բայց հայոյանքները դեռևս չի նշանակում, որ այս ամեն ինչը պետքա միանգամից ավարտվի եւ նրան ուղարկեն Հայաստան։ Ամերիկայի դատարանին պետք է հստակ ներկայացված ապացույցներ, որ Վարդան Ղուկասյանի կյանքին Հայաստանում վտանգ չի սպառնա եւ նա միայն պետք է անցնի դատական process-ներով։ Երկրորդ հերթին, ինչպես Հայաստանի դատախազությունն էր ժամանակին հայտնել, Ամերիկան ոչ մեկին չի արտահանձնել Հայաստանի Հանրապետությանը, ում որ Հայաստանը պահանջել է։ Այսինքն սա խնդիր է։ Պահանջելու են Վարդան Ղուկասյանին, դատական process-ը գնա եւ ինչպես նախկին 10 հոգուն պահանջել են ու չեն ստացել, այնպես էլ չեն ստանալու Վարդան Ղուկասյանին։ Բայց Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա արդեն դատական process, ինչը որ արդեն որոշակի բաներ
նշանակում է, որ արտաքսման թեման դատարանում քննարկվում է, բայց միգուցե առաջնային քննարկումը Վարդան Ղուկասյանի որպես անօրինական միգրանտ Ամերիկայում գտնվելն է քննարկվում, առաջնային սա է քննարկվում, ինքը ձերբակալվել է որպես անօրինական միգրանտ Թրամփի այս վարչակազմի գալուց հետո Թրամփը որոշել է եւ գործունեությունը սկսել է, այսինքն բոլոր միգրանտները պետքա արտաքսվեն, որոնք անօրինական են գտնվում Միացյալ Նահանգներում։ Եվ այսպես ուշադրություն հարգելի բարեկամներ, միացեք մեր ալիքին, որպեսզի գլխավոր իրադարձությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ կատարվող դիտեք հենց դուք առաջինը։ Վարդան Ղուկասյանի գործով հայտնի են նոր մանրամասներ։ Եվ այսպես սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության դատախազը վերջերս բողոքում էր, որ Ամերիկայում ունեն 10 հոգի հետախուզման մեջ գտնվողներ, սակայն չունենալով Միացյալ Նահանգների հետ պայմանագիր արտահանձնման մասին Հայաստանի Հանրապետությունը կանգնում է լուրջ խնդրի առաջ եւ Միացյալ Նահանգները մերժում է եւ չի արտահանձնում այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը հարուցել է քրեական գործ եւ հետախուզում է հայտարարել։ Եվ այդ անձանցից որևէ ձև Վարդան Ղուկասյանը չի տարբերվում, նա եւս գտնվում է հետախուզման մեջ եւ ընթանում է դատական process։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դեռևս 2023 թվականին։ Ինչպես բոլորս գիտենք, ոչ 23-ին, ոչ 24-ին նրա նկատմամբ Միացյալ Նահանգները չի ձեռնարկում որևէ գործողություն։ Եվ արդեն Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Վարդան Ղուկասյանը անմիջապես ձերբակալվում է եւ իր պաշտպանը հայտնում է հետեւյալը, որ երկու քննություն է ընթանում։ Նախ այն, որ Վարդան Ղուկասյանը անօրինական կերպով մտել է Միացյալ Նահանգների տարածք եւ հետո Միացյալ Նահանգներին Հայաստանի ուղղված այդ պահանջը Վարդան Ղուկասյանին արտահանձնելու հետ կապված Միացյալ Նահանգներում 4 պաշտպան ունի Վարդան Ղուկասյանը եւ այդ պաշտպանների միջնորդությամբ դատը երկրորդ անգամ հետաձգվել է, որպեսզի պաշտպանները կարողանան ժամանակ ունենալ հավաքեն բոլոր ապացույցները եւ ներկայացնեն դատարանին։ Մենք գիտենք մի բան, որ միգրանտներին վերաբերող դատերը շատ երկար չեն տևում, ինչպես Հայաստանի Հանրապետությունում 7 տարի Ռոբերտ Քոչարյանն են դատում, որից 2 տարին, եթե չենք սխալվում, Քոչարյանը անցկացրեց բանտում, հիմա խափանման միջոցը փոխվել է եւ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, բայց դատը ամբողջությամբ չի վերջացել, մարտի 1-ի գործը շարունակվում է եւ արդեն ճիշտն ասած ժողովուրդը հոգնել է այս 7 տարի ընթացող եւ ոչինչ չասող դատավարությունից, որը ըստ էության դեռևս իր վերջնակետին չի էլ հասնում։ Ամերիկայում սենց չի,